Նախ ուզում եմ ասել, որ իշխանությունը լկտի անալու է այս իր հաղթանակի, ճակերտավոր հաղթանակի ֆոնի վրա, բայց հետ գալով մի հատ քո մտքին շատ լավ մի ձևակերպեցի, ասեցի մենք համաձայն չենք այս ընտրության հետ։ Մենք ոչ միայն համաձայն չենք իշխանության ստացած ձայների հետ, մենք նաև համաձայն չենք ընդդիմության ստացած ձայների հետ։ Հանկարծ չիմանաք, որ չմտածեք, որ մենք համերաշխ ենք դրա հետ, որովհետև ըստ էության ես խոսել եմ, սա քաղաքական անապատ է։ Սա քաղաքական անբովանդակության սկիզբն է, որովհետև բովանդակություն չի մտել պարլամենտ, չկա բովանդակություն, գոյություն չունի, եւ այս քաղաքական անապատը մեր երկրի մարտահրավերներին որևէ ձևով չի կարողանալու դեմ կանգնել եւ մարտահրավեր նետել կամ իշխանությանը հաշվետու դարձնել, բայց սա այն ինչ որ մենք ունենք, Ժորժ ջան, այս ձեր քվեարկությունն է հիմա Պարզա մեր ձայներից գողացել էին, բացահայտել ենք, հետ են դնում եւ այլն, բայց մեծ հաշվով այդ գողացած ձայները մեզանից բան չի փոխում, զուտ երևույթ է, որ այլանդակություն է տեղի ունեցել կոնկրետ լուսավոր Հայաստանի նկատմամբ, բայց հետ գալով իրավիճակին, ասեմ, որ փաստորեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 օր առաջ ճանաչեց անվավեր 2 տեղամասում քվեարկություններ, որի արդյունքում ԲՀԿ-ն չի մտնում խորհրդարան։ Այսինքն մտնում են 2 ուժեր, Հայաստան դաշինքը եւ Ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքը։ Ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի համար Սերժ Սարգսյանի սահմանադրագետները սազը վեկալած բաներ են անում, դամ են պահում, երգում են, բան են անում, որ լավա բան, այդ ամենաաբսուրդ բանն է, որ Սերժի սահմանադրագետները պնդում են, որ ընտրություններով դժվար է չի լինում, պետքա փողոցը ակտիվ լինի։ Պատկերացնում ես մարդը գրել է սահմանադրություն, որ ընտրությունով իշխանությունը չփոխվի։ Դրանից հետո ինքնասպան չի եղել, որ իշխանությունը սենց է եղել, որ Հայաստանը սենց կործանվել է։ Քիչ ինքնասպան չի եղել, գնա եթերներ ու խոսում է։ Ասում ես այդ մարդը պիտի փախնի, չերևա ոչ միտեղ։ Գնում է եթերներ խոսում է։